Կառավարության ծրագիրը դա իրապես բաժանարար գիծ է։ Նախորդ 8 տարվա համեմատ ինքը մի տարբերություն ունի, կարևոր տարբերություն։ Նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը վարելով վատ արտաքին քաղաքականություն բերել է 1, 2, 3 պատերազմ։ Եռա պատերազմի կուսակցություն եք դուք։ Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում։ Եթե պատերազմները նախորդ թշնամիների հետ էին, այս կառավարությունը 3 պառակտման մասին է։ Պառակտումներից մեկը ամենատարօրինակ քաղաքացիության ինստիտուտի վերարժևորման տակ տրված է մի հարց, որ Սփյուռքի հայերը պետքա գան Հայաստան երկար ապրեն, նոր քաղաքացիություն ստանան։ Այսինքն Հայաստանը վերարժևորում է իր մոտեցումը հայության հանդեպ։ Մարդը, ում թոռը ծնվել է Հայաստանից դուրս, ով երազում է, որ այս դրոշի տակ, այս զինանշանի տակ քաղաքացիություն ստանա իր թոռը, հնարավորություն չի ունենալու։ Կապը կտրվում է, ստեղծվում է մեկ պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։ Կառավարության ծրագրի թիվ 1 պառակտումն է։ Թիվ 2 պառակտումը կրոնական առումով 3 մենք ականատես եղանք այդ պառակտման սերմերը։ Հայ եկեղեցու, այն եկեղեցու, որին հետևում հավատում են մեր բնակչության 97%-ը, հետևորդների միջև պառակտում վեհափառի և ինչ որ մտածածին օրակարգի միջև, պառակտում հավատացյալների միջև։ Սա երկրորդ պառակտումն է։ Երրորդ պառակտումը մեր ու մեր անցյալի միջև, մեր հանրապետության, մեր 1000 ամյա դադարից հետո վերաստեղծված հանրապետության անկախության հռչակագրի ծննդականի հիմքի միջև պառակտումն է։ Ինչ էր անկախությունը, ինչու ենք մենք ուրախացել այդ անկախությունից, ինչ ուժերից ենք անկախացել, ում տակ ենք հայ ժողովուրդը մաքարել 1000 տարի, խաների տակ, գենսեկների տակ, այո, շահերի տակ, իսկ ովքեր են այդ խաները։ Այդ խաները բեղերով խաներ են, 50 տարի երկիրը, իրենց երկրները կառավարող, մեր ժողովրդին հարստահարող, այդ մարդկանցից ենք մենք անկախացել։ Այդ մարդկանց մաքարանքի միջով հայ ժողովուրդը այդ մարդկանց տակից բերել է անկախություն։ Իսկ հիմա ինչպես ենք, ինչ ենք ուզում անենք մենք, մի նոր խանի ցուցումով փոխենք մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդականը, մի նոր խանի հրամանով մենք փոխենք այն հռչակագիրը, որը մեզ ազատագրեց այդ խաներից։